bayraklarını tutan Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը ամրապնդել է թուրքական ընդդիմության շարքերը եւ համախմբել ընտրողներին ամբողջ քաղաքական սպեկտրում։ Ապրիլի 6-ին անցկացված արտահերթ համագումարում Ժողովրդի հանրապետական կուսակցության գործող առաջնորդ եւ միակ տեխնացու Օզգուն Օզելը 1276 ձայնից ստացել է ահռելի 1170 ձայն, պահպանելով կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Հաջորդ քայլը եւս հաջողությամբ է պսակվել։ Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրություն անցկացնելու եւ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատարձակման պահանջով խնդրագիրը հավաքել է ավելի քան 10 միլիոն ստորագրություն, հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդը։ Նրանք, ովքեր իշխանության են եկել ընտրությունների միջոցով, չեն ցանկանում հեռանալ իշխանությունից ընտրությունների միջոցով։ Դա կոչվում է պետական հեղաշրջում։ Թուրքիայի երիտասարդությունը երես է թեքում Էրդողանից եւ նրա կուսակցությունից։ Թուրքական ընդդիմությունը նախատեսում է առնվազն 50 հանրահավաք անցկացնել Ստամբուլի քաղաքապետ եւ նախագահի տեխնացու Էքրեմ Իմամօղլուին կալանքից ազատելու պահանջով։ Իշխանությանը հասցեագրված երկրորդ պայմանը արտահերթ ընտրության անցկացումն է։ Ես իշխանությունների արածն ընկալում եմ որպես պատերազմի հայտարարում։ Մենք էլ պատասխանում ենք այնպես, ինչպես ընդունված է պատերազմում։ Մենք պայքարում ենք, մենք կազմակերպում ենք պաշտպանություն, քաջություն ենք ցուցաբերում, անցնում ենք հակագրողների։ Մենք որպես ընդդիմություն մեր գործողություններում առաջնորդվում ենք այն իրավունքով, ակնկալելով նաև բարոյական, հոգեբանական գերազանցություն եւ սահմանադրական ժողովրդավարական մեթոդներով մեր տեսակետը պաշտպանելու վճռականություն։ Ավելի վաղ Ժողովրդի հանրապետական կուսակցության ակտիվիստները եւ խոշոր համալսարանների ուսանողները կոչ էին արել բոյկոտել մի քանի բրենդներ, այդ թվում կառավարամետ լրատվական ալիքները եւ սրճարանների ցանցերից մեկը, ինչը կառավարության կողմից խիստ քննադատության էր արժանացել։ Առևտրի նախարար Օմեր Բոլաթը սպառողական բոյկոտի էպիզոդիկ ակցիաների կազմակերպիչներին մեղադրել էր Թուրքիայի տնտեսությունը խարխլելու փորձի համար։ Պաշտոնական տվյալների համաձայն անցած ամսվա ընթացքում ցույցերի հետ կապված ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ, որոնց թվում քիչ չեն երկրում հայտնի անձինք, այդ թվում որոշ դերասաններ։ Չնայած բողոքի ալիքի ակտիվության թվացյալ անկմանը, հակաերդողանական մեծամասնությունը կարծես իսկապես սկսում է ձևավորվել կամ աչքի առաջ ընդունել միանգամայն շոշափելի ուրվագծեր։ Ապրիլի սկզբին անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն, եթե համընդհանուր ընտրությունները կայանային վաղը, 18-ից 29 տարեկան տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում Թուրքիայի քաղաքացիների գրեթե 1/3-ը կքվեարկեր առաջատար ընդդիմադիր Ժողովրդի հանրապետական կուսակցության օգտի։ Իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությանը նախապատվություն է տալիս վերնշված տարիքային խմբի ընտրողների միայն 15.9%-ը։ Եռյակը եզրափակում է ուլտրաաջ հաղթանակի կուսակցությունը 12.8%-ով։ Միևնույն ժամանակ երիտասարդ քաղաքացիների 14.5%-ը չի կողմնորոշվել ընտրության հարցում կամ ասել է, որ չի գնա ընտրությունների։ Քաղաքացիները պահանջում են երկրի զարգացման պարադիգմի սկզբունքային փոփոխություն։ Թուրքական հասարակության մեջ նոր մթնոլորտն այնպիսին է, որ Էրդողանը կարողացել է հակադրվել ոչ միայն պայմանական քեմալականներին եւ Թուրքիայի աշխարհիկ զարգացման կողմնակիցներին, այլև ոչ պակաս պայմանական պահպանողականներին։ Թուրք բնակչությունը նվազում է տարածաշրջանային անբարենպաստ գործընթացների ֆոնին։ Մենք կանգնած ենք սոցիալական աղետի առջև, քանի դեռ իշխանությունները սիրիացիներին բերում են Թուրքիա։ Այսպիսով Էրդողանի ռեժիմին ընդդիմադիրների դիմակայությունը վերածվում է հասարակության մի զգալի հատվածի դժգոհության, որն արտահայտվում է տարբեր ձևերով։ Ընդ որում, ըստ գիտնականի, խոսքն արդեն հեռու է ոչ միայն հիջաբ կրելու կամ ալկոհոլ օգտագործելու հետ կապված արժեքային հարթությունից, այլև էկզիստենցիալ հարթությունից։ Գործող առաջնորդի չափից ավելի տարվածությունը աշխարհաքաղաքականությամբ եւ արտաքին էքսպանսիայով, ինչը լավ նկատելի է Սիրիայի, մասամբ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի օրինակով սկսում է լրջորեն ազդել Թուրքիայի քաղաքացիների վիճակի վրա։ Հատկանշական է նաև այն, որ քաղաքական եւ սոցիալ-մշակութային խզվածքի գծերը բառ արտահայտված տարածաշրջանային ուրվագծեր են ձեռք բերում։ Իմամօղլուին, քեմալականներին եւ ընդդիմությանը ընդհանուր առմամբ աջակցում են հիմնականում հանրապետության ծովափնյա շրջանները, ներառյալ խոշոր մեգապոլիսները Ստամբուլ, Իզմիր եւ այլն, մայրաքաղաք Անկարան, այն դեպքում, երբ Էրդողանին եւ նրա կուսակցությանը հիմնականում Անատոլիայի խորքային շրջաններն են։ Sevgili Antalyalılar,
Հասկանալի է նաև այն, ինչպես դա հաճախ է եղել թուրքական պատմության մեջ, որ շատ բան կախված կլինի քրդական կուսակցությունների կողմնորոշվածությունից։ Նրանց ձայները կկարողանային միանալ իշխող կոալիցիային, ավելացնելու խորհրդանում բացակայող քվեն սահմանադրությունը փոփոխելու համար։ Վերջինս Էրդողանին պետք է որպեսզի օրինականորեն ավելացնի նախագահական ժամկետը եւ պատահական չէ, որ այդ հանգամանքը փորձագետները նշում են որպես Էրդողանի հերթական քրդական գարնան հիմնական դրդապատճառը, ներառյալ միջնորդավորված բանակցությունները ՑՄՀ ազատազրկման դատապարտված քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ, որը փետրվարի վերջին կոչ էր արել իր կողմնակիցներին վայր դնել զենքն ու ինքնալուծարվել։ Ya Allah, Bismillah. Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արենյան, TV News։